Հա, բարև ձեզ։ Այսօր մեր վերջին նոբինարն է 2025 թվականի, անելու ենք 2014 թվականի քիմիայի Նոբելյան մրցանակի մասին, ու էլի բարեբախտաբար ես չեմ վարելու է Նազելին, ով կներկայացնի եւ ինքը իրան եւ թեման, եւ էլ չեք բողոքի իմ ձայնից, կարաք բողոքեք Նազելի ձայնից վերջում կոմենտներում։ Նազելի ջան, լսում ենք քեզ։ Մերսի շատ, որ տվեցիր ես հնարավորությունը խոսալու այս թեմայի մասին, որ իրական իմ ամենասիրած թեմաներից մեկն է, ու թեմայի անունն է գերլուծաչափ միկրոսկոպիա։ Նախորդ կասեմ եւ ամենաբարդ բանը այս տերմինները հայերեն թարգմանելն էր, որտեվ հայերենով այս թեմով ընդհանրապես գրականություն չկար։ Դրա համար հայերեն անունը ես եմ դնում, հուսով եմ երևի կսկսվի օգտագործվել, տեսնենք ոնց կգնա։ Ու անգլերեն անունն է Super Resolution Microscopy։ Ու հիմա մի քիչ իմ մասին ու ոնց ընդհանրապես հայտնվեցի ես ոլորտում, հիմա ես տարբեր ուսումնասիրություններ եմ անում, հիմնականում կենսաբժշկական նկարների հետ կապված։ Այդ թեմաներից մեկն է, հիմա նաև աշխատում եմ հիպերսպեկտրալ նկարների հետ ու սրտային վիրաբույժների հետ ենք աշխատում, որպեսզի արիթմիայի վիրաբուժությունների ժամանակ կարողանանք մեքենայական ուսուցմամբ իրենց ավելի օգնել։ Ու նաև իմ սիրած պրոյեկտներից մեկը ստեղծում եմ էլեկտրոնային քիթ, որը կարող է դետեկտել տարբեր հոտեր, ու նաև հիմա նայում ենք, որ օգտագործվի բժշկական ախտորոշման համար, որ տարբեր հոտերով կարողանա ախտորոշումները անի։ Ու ունեմ մի քանի տարբեր գիտական հոդվածներ, հիմնականում մեքենայական ուսուցված մեջ, միկրոսկոպիայի ու բժշկական պատկերների ոլորտում։ Նաև ունեմ փորձ կենսաբժշկական պատկերավորման, հյուսվածքային ինժեներիայի ու նավթաբանության ոլորտներում, ու ստեղ կարող եք տեսնել իմ նկարը լաբորատորիայում, ու իմ ձեռքում ստեղ ուղեղ է, որ ինքս առաջի անգամ հանել էի ու հետո մանրետակով արդեն նայել էի նեյրոններին, եւ ամենասիրած բաներից մեկն է, որ տեսել եմ։ Ու արդեն իմ հիմնական հիմնաղությունը, որ աշխատում եմ, այդ տարածաժամանակային վերականգնումը գերլուծաչափ միկրոսկոպիայի մասին, ու այս վերջերս Աֆյան հիմնադրամի կողմից կազմակերպված գիտական պոստերների մրցույթում առաջի տեղն էի գրավել, ու հիմա շարունակում եմ էլի այս աշխատանքը, վերջում եթե իրական մի քիչ ժամանակ մնա, կարող եմ ավելի շատ պատմել։ Ու այս ոլորտը ինչի եմ սիրում, որտեղ ոնց որ տեխնոլոգիան ու գիտությունը իրար հետ միացել են, որպեսզի արդեն ստեղծեն տարբեր նոր գործիքներ, որ հետագայում օգտագործվում է արդեն քաղցկեղի ուսումնասիրության, Ալցհեյմերի ուսումնասիրության եւ շատ ավելի հիվանդությունների ու նաեւ մեր հասկացողության համար, որ հասկանանք ինչպես է իրականում բջիջները ու տարբեր պրոտեինները աշխատում։ Մինչև այս ամեն ինչ արդեն ավելի խորանալը, ինձ թվում է շատ կարևոր է հասկանանք ինչա ֆլորեսենս միկրոսկոպիան։ Ու մինչև առաջ գնալը, իրական եթե ցանկացած պահի ինչ որ հարց է լինում, խնդրում եմ ինձ ընդհատեք, ավելավայից այդ բանին քննարկենք, որտեվ հետագայում կարող ավելի բարդ լինի մնացածը հասկանալը։ Ուրեմն ինչա ֆլորեսենս միկրոսկոպիան։ Ինքը հատուկ միկրոսկոպիայի տեսակ է, որով մենք անում ենք տարբեր նկարներ, հիմնական բջիջների, շարժվող ուրիշ օբյեկտների, որ տեսնենք իրանք ոնց է շարժվում համ վիդեոներ, համ ընդհանուր իրենց տեսքը։ Ու ինքը ոնց է աշխատում։ Այստեղ ուրեմն ունենք իր պատկերավորումը, չգիտեմ մկնիկս իրական երևում է։ Ուրեմն լույսը մենք գիտենք, որ ինքը ունի իրականում տարբեր գունային բաժանումներ ու կախված թե ինչ լույսի ալիքն է, ինչ երկարության ալիք է, ինքը ունի տարբեր գույներ։ Հիմա մենք ունենք մեր սովորական լույսի ոնց որ աղբյուրը, որը սովորական լամպոչկա է այս դեպքում։ Ու հետո կա հատուկ ֆիլտր, որը այդ լույսի բոլոր այդ ալիքներից վերցնում է մի հատ կոնկրետ ալիքի երկարություն, այս դեպքում որը համապատասխանում է կապույտ գույնին։ Ու մենակ հենց այդ լույսը գնում է եւ ոնց որ գնում է հենց կոնկրետ մեր բջիջների վրա, որոնք մենք դրել ենք հատուկ ապակյա ոնց որ տարեի վրա, որ տեսնենք ինքը ինչ տեսք ունի։ Ու այս ինչ է կատարվում, մինչև այդ տարայի վրա դնելը մենք բջիջները ներկում ենք հատուկ ներկերով, որոնք ֆլորեսենտ են։ Ու այդ ֆլորեսենտի իմաստը ամբողջը այն է, որ երբ որ վերցնում ես այդ կապույտ գույնը, այդ հատուկ նյութը ինքը այդ կապույտ գույնը կլանում է ու հետո արտացոլում է ուրիշ գույն, այս դեպքում հիմնականում կանաչ։ Այսինքն նույն գիտենք, որ ինքը եթե վերցնի կապույտի այս հենց այս նույն երկարության ալիքը, ինքը մեզ տալու է կոնկրետ այդ կանաչ գույնը։ Ու արդեն իմանալով այդ կոնկրետ ինչ է ինքը ուղարկելու մեզ, մենք ստեղ ունենք արդեն հատուկ մի հատ հայլի,
որը թույլ է տալիս, որ այս կանաչ գույնը դուրս գա դետեկտորի միջով մենակ այդ կանաչ գույնը։ Ու այդ կանաչ գույնը օգտագործելով մենք կարողանում ենք ստանալ պատկերը։ Ու ամեն մի տարբեր տեսակիներ կունի իր հաճախականությունները, ու ըստ դրա արդեն մենք մանրադիտակը կարող ենք փոփոխել, դնել ու կարողանանք տեսնել։ Հիմա ստանում ենք այս կողքով արված է մի հատ նկար, որը գիլոբլաստոմայի բջիջներ են, որը ուղեղի քաղցկեղի բջիջների տեսակ է, ինքը պատկերված է ֆլորեսենս միկրոսկոպով։ Ու քանի որ մենք ընդհանրապես ստանում ենք շատ մեկ գույն, մեր նկարները իրանք մոխրագույն գույն են, իրանք սևը սպիտակ են։ Այսինքն ինչքան ավելի մուգ է այստեղ, այդքան ավելի քիչ լույս է ուղղակի արտաբերվել։ Մենք իրականում գույները մոխրագույն չեն, սա ուղղակի արդեն պատկերավորում ենք սևը սպիտակ, քանի որ գույներ չունենք։ Այստեղից ինչ որ հարցեր կան, մինչև առաջ անցնեմ։ Լրությանը համաձայնության նշան է, արդեն անցնենք հենց Մի հատ հարց կար, ոնց է բջիջները ներկում։ Իրականում ինքը ոնց է կատարվում, դու բջիջները իրան ունես մի հատ sense կլորապյակի ամանի մեջ դնում ես, ու իրանց այդ նյութի մեջ դու իրանց սովորաբար պահում ես ջրի մեջ, որը շաքարով ջուր է, այնտեղ հատուկ նյութ է, այդ նյութի մեջ դու ուղղակի լցնում ես ներկերը։ Ու իրանք արդեն ավտոմատով իրանք հատուկ ներկեր են, որոնք ամեն մի ներկ կախված է թե բջիջները ոնց է ներկվում, այսինքն ներկեր կան, որոնք ներկում են հենց մեր բջիջի կորիզը, կամ գնում են ներկում են ցիտոպլազմը։ Այսինքն ամեն մի ներկը ինքը տարբեր ձևի է ստեղծված, որ բջիջի տարբեր մասերին կպնի։ Սովորաբար ուղղակի ներկը դնում ես իր այդ լուծույթի մեջ, ու իրանք արդեն գնում կպնում են բջիջին համապատասխան տեղերում։ Ըստ են քվանտային կետերի հետ կապ ունի, թե քվանտային կետեր։ Չէ, այդքան չէ, հիմնականում ինչով է կատարվում, ինքը կոչվում է immunofluorescent, չգիտեմ ինչքան իմունոթերապիայի կամ այդ մասին ինֆորմացիա գտեք, բայց հակամարմինները որ կան, սովորաբար ինչ է կատարվում, իրանք ստեղծում են հակամարմիններ, ու այդ հատուկ պրոտեինները, այդ ներկերը պրոտեիններ են ուղղակի, որոնք կարող են այդ գույնը արտացոլեն։ Իրանք կպցրած են լինում այդ հակամարմիններին, ու այդ հակամարմինները գնում են արդեն կպնում են այդ տարբեր տեղերին, որը բջիջի վրա կա։ Ու արդեն դե ըստ նայած որտեղ ես ուզում դու ներկես քո բջիջը, ըստ դրա էլ արդեն հակամարմինը ստեղծվում է։ Հիմնականում այդ ձևի են ներկում։ Իհարկե էլ տարբեր ձևեր կան, բայց ես անձամբ այդ ձևով եմ ներկել։ Okay, ես մենակ գիտեի բանի մասին, ռադիոակտիվների մասին, ռադիոակտիվ մոլեկուլ են կպցնում, հետո որ տարագայթում են մենակ այդ մասն արձագանքում ռադիոակտիվ, այտենց դառնա ներկես։ Հա, ու այդ տարբերակ գիտեմ, բայց դա ինչն է խնդիրը, հիմնականում սրա լավ բանն է, որ բջիջը ողջ է մնում։ Այսինքն մենք որ բջիջներին հիմա նկարում ենք, ուզում ենք տեսնենք այդ բջիջը ոնց է շարժվում, բայց եթե դու ինչ որ շատ նույն ձևից լուսավորության ժամանակ է մի հատ մեծ խնդիր կա, եթե այս լազերը շատ ուժեղ է լինում, ինքը քո բջիջին սպանում է։ Դրա համար այս իմունոֆլուորեսենցիան նրանով է լավ, որ ինքը բջիջի չի սպանում, ինքը դեռ ողջ է մնում։ Քանսեմ շատ տարբեր ուրիշ միկրոսկոպիայի տեսակներ կարամ սպանեն բջիջիդ։ Ուրիշ ինչ որ հարցեր կան այս ամբողջ թեմայի մասին, թե արդեն առաջ անցնեմ։ Շատ լավ։ Արդեն հիմա անցանք մեր բուն թեմային, որը գելուտաչափ միկրոսկոպիան է։ Ուրեմն այս մեջբերումը հենց Նոբելյան մրցանակի Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիայի կողմից էր, երբ որ իրանք հայտարարեցին Նոբելյան մրցանակը։ Հիմա կկարդամ ու հետո եկեք արդեն բաց հերթով մանրամասն հասկանանք, թե ինչ է սա նշանակում։ Ուրեմն երկար ժամանակ օպտիկական միկրոսկոպիան սահմանափակված էր մի ենթադրյալ սահմանափակմամբ։ Համարվում էր, որ այն երբեք չի կարող ապահովել լույսի ալիքի երկարության կեսից բարձր լուծաչափ։ Մաստեղ շատ բարդ բառեր են հայտնվում, հատկապես հայերեն տերմիններով, եկեք հասկանանք, թե ինչ է իրականում ստե նշանակում։ Ուրեմն այդ ենթադրյալ սահմանը, որի մասին որ խոսում էր, սա դիֆրակցիոն սահմանն է, որը ֆիզիկոս Էրնեստ Աբեն է հիմնական սահմանել ամենասկզբում։ Ուրեմն ինչն է ամբողջությամբ ասում է, եթե դու ունես երկու կետ, որոնք իրարից ավելի մոտիկ են, քան 0.5 լամդան, որը այս դեպքում մեր լույսի ալիքի երկարության կեսն է, որը մոտավորապես 0.2 մակրոմետր է, շատ փոքր է, սա կտեսնենք ինչքան փոքր չափի մասին ենք խոսում։ Ու այսինքն եթե այդ երկու կետը այդ սահմանված չափից իրարից ավելի մոտիկ են,
եթե դու իրանց ինչ-որ լույս ես արձակում, դու չես կարելու հասկանալ, թե այդ կետերը իրականում որտեղ են հայտնվում։ Հիմա որ այստեղ որ տեսնենք, իրանք քանի որ երկուսն իրար հետ ավելի մոտիկ են, այս ալիքները, այս ինֆորմացիան, որ անցից գալիս է, արդեն այստեղ սկսում է շեղվել, ու դու կոնկրետ չես կարող հասկանալ մոտավոր որտեղից է։ Ասենց ինքը դիֆրակցիա եղած նկար է ստանում։ Ու շատ այնց լավ անալոգիա, որ ավելի պարզ լինի, հիմա պատկերացնեք, կանգնած եմ ուզում ենք գիշերային ոնց որ քաղաք նկարենք, եթե դու ունես լավ կամերա, իրանով նկարես, դու կարաս տեսնես, թե հերթով ամեն մի կետը, ամեն մի լուսավորությունը որտեղից է գալի։ Բայց եթե դու ունես վատ կամերա, որ զում ես անում կամ ինքը չի կարող այդքան այդ հասկանա, ֆոկուսը լավ չի, դու ունենալու ես տարբեր կետեր։ Այսինքն դու կարող ես ասել մոտավոր ինչ է, որտեղից է գալի, բայց չես կարող ասել այս կետը այս ամբողջ ընթացքում որտեղ է գտնվում։ Ու այս նույն բանն է, ինչ որ կատարվում է արդեն այդ ավելի փոքր դիմենսիայում, արդեն մանրադիտակներով նայելիս, որ երբ որ դու ուզում ես նայել շատ փոքր բաներ, դու սենց խավար տարբեր կետեր ես տեսնում ու դու մոտավոր հասկանում ես ստրուկտուրան, բայց իրականում ինչ տեսք ունի, չես կարող հասկանաս։ Այստեղից ինչ որ հարցեր կան, մոտարացնենք, ինչն է իրականում սահմանափակումը։ Լրության էլի համաձայնության նշան ես հոգի առաջ կանցնեմ։ Այո, հասկացանք։ Հիմա ոնց ասի, եկեք հասկանանք իրական ինչքան փոքր է։ Ուրեմն սա կարող ենք տեսնել արդեն մրջյունը, մազը, արդեն սովորական մեր բջիջներից մեկը, կաթնասունի բջիջներից, բակտերիան, միտոխոնդրիան, որը մեր բջիջի մեջի մասնիկներից մեկն է, ըստ տեսնեք 1 մակրոմետր։ Ու աբերի դիֆրակցիա լինես 0.2 մակրոմետր։ Այսինքն ցանկացած վիրուս, պրոտեին կամ փոքր մոլեկուլներ արդեն գնում են այս սահմանից դուրս ու դու տենց բաներ նորմալ չես կարող նկարել։ Ուսից հատկապես պրոտեինները, իրանք ամբողջ մեր կյանքի ոնց որ հիմնական մոլեկուլներն են ու առանց դրա, առանց հասկանալու թե իրանք ոնց են շարժվում, ինչ տեսք ունեն, շատ խնդիրներ կան, որ նույնտեղի քասկեղն է սրանից կախված, ալցհեյմերն է կախված, պարկինսոնն է կախված, շատ հիվանդություններ ընդհանրապես ոնց է ամեն ինչ աշխատում մեր օրգանիզմի մեջ կախված է պրոտեիններից։ Հիմա պատկերացրեք, մենք դա չենք կարող տեսնել։ Ու չենք կարող հասկանանք իրանք ոնց են շարժվում։ Ու շատ տարիներ այս լիմիտը եղել է, որ մարդիկ ուղղակի ասեն լավ, ամենաշատը կարամ բջիջը տեսնեմ կամ մաքսիմումը այս միտոխոնդրիան մոտավոր տեսնեմ, բայց ինչա մեջը կատարվում, ոնց է մեջ լինում, մենք այդ ինֆորմացիան չենք կարողացել ունենանք։ Հիմա գալիս են այս 3 մարդիկ, Էրիկ Բեցիգը, Ստեֆան Հելը ու Վիլյամ Մորները, ովքեր ստանում են քիմիայի Նոբելյան մրցանակը գերլուծաչափ միկրոսկոպիայի համար։ Ու այս իրանց միկրոսկոպիան կարողանում է անցնել այդ սահմանը։ Այսինքն մենք հիմա այս միկրոսկոպների միջոցով կարողանալու ենք տեսնել իրականում ինչ տեսք ունեն պրոտեինները ու այդ լիմիտից ցածր ամեն ինչ արդեն կարողանում ենք նկարել։ Առանց այդ սահմանի խավար նկարները ստանալու։ Ուրեմն երկու հիմնական տեսակ կա գերլուծաչափ միկրոսկոպիայի։ Ես հիմնական այսօր կկենտրոնանամ ավելի շատ այս single molecule միկրոսկոպի վրա, որը թարգմանվում նշանակում է անհատական մոլեկուլային միկրոսկոպիա։ Ու նաև կա երկրորդը, որ թեթև կներկայացնեմ, բայց սա ավելի լավ է նկարում, քան մյուսը։ Երկուսն էլ իրան գերլուծաչափ միկրոսկոպներ են, բայց իրանց կոնցեպտները հենց ահագին տարբերվում են։ Ուրեմն ինչա այս single molecule microscope-ին անում։ Ուրեմն ինչպես որ մենք ունենք fluorescent արդեն մանրադիտակի դեպքում, մենք վերցնում ենք մեր բջիջը կամ բջիջները, որոնք ուզում ենք նկարենք, այս դեպքում իրական բջիջը, որտեղ մենք շատ փոքր ենք նկարում, ու իրան էլի ներկում ենք fluorescent այդ ներկերով։ Հիմա բայց ինչա կատարվում, եթե մենք էլի լույսը դնենք ու միաժամանակ այդ ամբողջը փորձենք նկարենք, այդ բոլորը լույս են տալու, էլի իրար մոտիկ, ունենալու ենք նույն խնդիրը, չեն կարողանալու տեսնել։ Դրա համար ինչ ասում է fluorescent single molecule microscope-ին, ասում է լավ, եկեք փոխանակ միանգամից բոլորը իրար հետ միացնենք, եկեք ընդհանրապես միացնենք իրա մի քանի հատը, ընդհանրապես իրա մի մասնիկները։ Այսինքն ունենք 10,000 հատ, եկեք ընդհանրապես միացնենք 100 հատը իրանցից։ Ու այդ դեպքում իրարից բավականին արդեն հեռու կլինեն ու կարող ենք այդտեղից արդեն փորձել հասկանալ որտեղ է գտնվում, որտեղ իրա կողքը ուրիշ միացրածները չեն լինի, կարող ենք հասկանալ։ Այսինքն որ պատկերացնեք հիմա նույն այս դեպքում։ Տեսեք, իրանք տարբեր իրար հետ միացրած են ու իրանք sense առանձին կլորներ են։
Այսինքն դու մոտավոր կարես հասկանաս կենտրոնը որտեղ է, ոչ թե իրար հետ միաժամանակ լիքը կլորներ են ավելացրած։ Ու հիմա ինչ է իդեան, ասում եմ լավ, եկեք սենց միացնենք, ու էլի քանի որ դիֆրակցիա լիմիտը կա, իրանք սենց ոնց որ մաքուր չեն երևալու, աղոտ են լինելու։ Ասում բայց քանի որ իրա կողքը բան չկա, եկեք օգտագործենք հատուկ տենց հավանականության հետ կապված տեսություններ ու կարանք ասենք, մոտավոր կենտրոնը այստեղ է։ Ու այս որոնք որ մի 100 հատիկ օրինակ որ միացրել էին, կարանք հերթով ամեն մեկի համար օգտագործելով այդ մեր մաթեմատիկական ֆունկցիաները, այստեղ կետը դնենք։ Հիմա այս 100 հատը իմացանք որտեղ են գտնվում։ Հիմա եկեք այդ 100 հատը անջատենք, մի հատ ուրիշ 100 հատ միացնենք։ Ու այդ դեպքում հետո էլ այդ նույն process-ը կրկնենք մյուսների համար։ Ու այս ամեն ինչը մենք կրկնենք 1000 անգամ, 10000 անգամ, այնքան կրկնենք, որ արդեն ամեն անգամ տարբեր մոլեկուլներ միացնելով կարողանանք իրանց հասկանանք որտեղ իրենց լոկալիզացիա անենք։ Ու հետո կունենանք այս տարբեր նկարները այստեղ ու ուղղակի իրար գումարելով, իրար վրա դնելով կարող ենք ստանալ վերջնական նկարը, որտեղ մենք էլ այդ աղոտության խնդիրը չունենք։ Հիմա ավելի մանրամասն հերթով բոլոր կետերի մեջ կգնամ, բայց ինչ որ հարցեր կան ընդհանուր մինչև ասեմ առաջ։ Ոնց հասկացա իմաստը այնա, որ քո մի նկարի մեջ պետք է կետերը այդ ամբողջ 2 միկրոմետրից հեռու իրար լինեն, որ կարողանաս դու տարբերես իրարից։ Հա։ Հենց այդ պատճառով էլ ընդհանրապես քիչ ես անում, որ իրարից հեռու գնան։ Բայց ես չեմ ջոկում ոնց ես ինչ որ ոչ բոլորը միացնում իրար հետ։ Ոնց ոչ բոլորը չեմ միացնում, թե ինչու եմ ոչ բոլորը։ Չէ, ոնց են 100-ը այտենց առանձին ընտրում միացնում։ Հիմա այդ հաջորդ արդեն դրան կգնամ։ Okay։ Այս որ արդեն մինչև գնալը, որ պատկերացնեք ինչքան շատ ավելի լավ է նկարում, այս լայսոսոմը, որը մեր բջիջների միջի մի հատ առանձին մասնիկ է, ու սովորական միկրոսկոպիա մոտավոր sense տեսք ունի, այսինքն հասկանում ենք ինչ է, բայց դետալներ չկան։ Իսկ այս արվածը արդեն այդ գերուսացիա միկրոսկոպիա, ու կարող եք տեսնել օրինակ այստեղ բարձր իրական փոսեր, որը այստեղ չեր երևում։ Նույնը այստեղ, նույնը այստեղ։ Ուստեղ էլ շատ ավելի որ իրեն մոտիկացնենք, այս հերթով բոլոր կետիկները, որի մասին խոսում ենք, կարող ենք տեսնել։ Ու որակը այս նկարը շատ ավելի լավ է։ Ահա։ Հիմա ոնց արդեն ասացի, եկեք անցնենք մանրամասն հասկանանք այս ամեն ինչը ոնց է կատարվում։ Ուրեմն այդ հերթով միացնել անջատելու բանը կատարվում է այս հատուկ ֆլորեսենս մոլեկուլի համար։ Այս մոլեկուլը հատուկ ստեղծվել են ու իրականում մեր Նոբելյան մրցանակակիրներից մեկ ստացել է հենց մենակ այս մոլեկուլը ոնց որ իր իդեան ստեղծելու համար։ Ուրեմն ինչա կատարվում, այս մոլեկուլը ոչ թե ինքը միանգամից վառվում է, այն ինքը վառվում է, հետո որոշ ժամանակ անց կարողանում է անջատվի, հետո էլի հետ վառվի, հետո էլի անջատվի։ Ու ինքը ոնց անում, դու ունես քո անջատված մոլեկուլը, հատուկ ոնց որ իրան սիգնալ է ուղարկում, որ իրական լույսի միջոցով է։ Ոնց որ բոլոր ֆլորեսենս մոլեկուլներին դու լույս ուղարկում ես, ինքը այդ լույսը կլանում է, ինքը սկսում է միանալ։ Ու ուղարկում ես հատուկ հաճախականության լույս, ու ինքը դրա համար միանում է։ Բայց ինչ է կատարվում, որոշ ժամանակ անց ինքը ուղղակի հանգում է։ Ինքը հանգում է, անջատվում է, ու դու հետո եթե ուզում ես իրան էլի միացնես, դու մի հատ ուրիշ սիգնալ ես, ուրիշ հաճախականություն ես ուղարկում, ու ինքը էլի միանում է։ Հետո որոշ ժամանակ հետո անջատվում է։ Ու տես ցիկլը գնում է, մինչև ինքը ոնց որ արդեն վառվում է, ու սրան սովորաբար ես ոնց եմ նայում, ոնց որ պատկերացեք մարտկոց ունեք, դու ինչ-որ սարքավորում եմ միացնում, անջատում ես, մեկի արդեն քո մարտկոցը բրծավ, ինքը էլ չի կարող աշխատել։ Ու հիմա ես ոնց են անում, իրանք այսքան վերցնում են քո ամբողջ այդ բջիջի այդ տարածքը, որ դու ուզում ես նկարես, ու դու մենակ ընդհանրապես մի քանի մասի վրա ես այդ հատուկ լուսավորությունը ուղարկում, որ ինքը միանա։ Ու հետո որոշ ժամանակ անց ինքը անջատվում է։ Հաջորդ անգամ ուրիշներին ես ուղարկում։ Ինքը միանում են, որոշ ժամանակ անց անջատվում են։ Ու տես ցիկլը կրկնվում է, մինչև արդեն այդ պրոտեինները լրիվ վառվում են ու էլ ձև չկա իրանց նկարելու։ Պատասխանեցի հարցը։ Ինչ որ չափով, հա, բայց դեռ չեմ պատկերացնում միանալ անջատվելը։ Իրանց միանալ անջատվելը իր բանից է կախված, սպիտակուցի 3 թե կառուցվածքն է փոփոխվում, հա։ Չի փոխվում, ուրեմն հենց այդ
Իրական շատ կոնկրետ դետալով չեմ կարող ասեմ, այս պրոտեինի դեպքում ինքը ոնց է գնում, բայց ֆլուորեսենս մոլեկուլի ամբողջ գաղափարն է, որ դու այդ լուսավորությունը հատուկ ուղարկում ես, ինքը մենակ այդ լուսավորությունից է միանալու, այսինքն կոնկրետ այդ լույսն է ինքը կլանում, ու ինքը ամբողջին շենք այդ ֆոտոնները կլանում է, իր մեջ այդ ֆոտոնները էներգիա են ծախսում, այսինքն որ դու ունես ֆոտոն, որ էներգիա է ծախսում, իր արդեն ալիքի երկարությունը քչանում է, մենք արդեն ավելի քիչ ծախսված էներգիային ուղարկում են։ Ու հա, իմ հասկանում ինքը հիմնականում այդ պրոտեինի կառուցվածքից է, թե ոնց է ինքը այդ էներգիան կորցնում, բայց այս պրոտեինը մենակ կոնկրետ այդ մի հաճախականությանն է պատասխանում։ Այդ որ ասած պատասխանել է ինչ-որ քիմիական ռեակցիա մեջ է գնում, հա։ Հա, այսինքն ինքը կլանում է այդ ֆոտոնները, ու հետո ինքը արդեն արտացոլում է ավելի քիչ ոնց որ էներգիա ունեցող պրոտեիններ։ Այսինքն եթե ինքը կապույտ գույնին կոնկրետ այս պրոտեինի համար եկանում հաճախականությունը 488 նանոմետր ալիքի համար, որտեղ կապույտ գույնի ոնց որ ալիքա, հետո ինքը կանաչ է քեզ արտացոլելու, որտեղ ինքը կլանում է այդ ֆոտոնները, այսինքն ինքը հայլու նման չի, որ ինքը ուղղակի գալի գնում է։ Ինքը կլանում է ու մեջ արդեն էներգիա է ծախսվում, այդ ֆոտոնները, որ ինքը հետո արտացոլում է, արդեն շատ ավելի քիչ էներգիա ունեն։ Այս ֆլուորեսցենտ սպիտակուց պետք է գնալ առանձին նայել այդ արկի Հա, բանը։ էսի սենց ու իրականում green fluorescent protein-ը բաներից են վերցրել։ Հայերեն մորը մեդուզաներից են վերցրել։ Հայերեն մեդուզան ո՞նց է։ Հայերեն մեդուզա է։ Okay։ Ես սպիտակուցի հիշում եմ բանից ես։ Այդ մետայի հոդվածը իրանց այդ ալֆա ֆոլդը իրանց ESM-ը որ սարքել էին, այս իրանց գլխավոր սպիտակուցները, որ տիպը ընդ կարող ես տաս ֆունկցիոնալությունը ինքը քո համար գեներացնի սպիտակուցը, եւ որ կանաչ գույնի ֆունկցիոնալությունն է տալի, գեներացնում այդ սպիտակուցը, ու տենց գլուխ էին գովում, էլի որ տեսեք աշխատում է մեր մոդելը։ Հա, ինքը սենց ամենայն հայտնի պրոտեիններից մեկն է, որ շատ օգտագործում է ֆլուորեսենցիան, հիմա որ ինձ քիմիայի մեջ շատ մեծ է, կամ ես անձամբ միշտ հետաքրքրվել եմ, բայց երբեք շատ չեմ խորացել կոնկրետ ինքը ոնց է այդ ամեն կլանում անում, որտեվ ասում է Երաններ Հայաստանում մենք այս գերլուսաչափ միկրոսկոպներից ունենայինք, հուսով ենք երևի մի տարուց կլինի, բայց ասում է եթե ունենայինք արդեն այդքան մենք էլ կարողանայինք անեինք։ Ընդհանրապես չկա։ Շատ թանկ են ու աշխարհում շատ քիչ կան։ Շատ քիչ լաբորատորիաներ կան, որ ունեն։ Ասում եմ Հայաստանում մեկ տեսնենք։ Իրական հիմա նայում ենք, իմ պրոֆեսորներից մեկը նայում է, որ առնի, բայց դե նայում ենք հանգաշատ։ Հիմա այս լոկալիզացիան մի քիչ ավելի ուրիշ տեսանկյունից նայենք, որ տեսնենք ոնց է աշխատում։ Հիմա պատկերացնենք մեր ներքին այդ ոնց որ ինչ որ ուզում ենք նկարենք, ուղղակի կլոր է շրջանը։ Ու մեջը իր դատարկ ասենք օղակը։ Հիմա եթե մենք միաժամանակ ուղղակի ասենք լույսը բոլորի միացնենք, սենց խառը ինչ որ վիճակ է լինելու։ Իսկն չենք հասկանալու մեջը հիմա կա, չկա, ինչ է կատարվում։ Դրա համար ինչ է կանում, ընդամենը մի հատիկն ենք անում, ու հետո օգտագործվում արդեն այս կոչվում է ինքը PSF-ը, այս որ տեսնում եք, այս հիմնական, այսինքն այդ դիֆրակցիոն, այդ աղոտ կլորը որ թողում է, դրան ասում են PSF, point spread function։ Ու հետո մենք կարող ենք օգտագործել մաթեմատիկական տարբեր ֆունկցիաներ, այս դեպքում ամենահասարակ դեպքում այդ գաուսյան այս ֆունկցիան է, որ ինքը մոտավոր արդեն այս ինֆորմացիան ստեղից վերցնելով կարող ասի կենտրոնը ստեղից է եկել։ Իսկն այդ ամբողջը որ ինքը տենց աղոտ երևում է, իր կենտրոնը լույսի այստեղ էր։ Ու այդ արդեն որ գտնում ենք, այստեղ դնում ենք։ Հետո էլի արդեն միացնում ենք ուրիշ մի քանի հատ, ուստեղ որ տեսնենք, իրանք երեսլավ հեռու են, իրար չեն խանգարի։ Այս process-ը էլի կրկնվում է։ Ու սա հենց քանի անգամ որ դու անում ես, կարող ես ստանալ այս կետերի հավաքածուն, որ իրականում որ իրար վրա դնում ես, հասկանում ես, որ ինքը եղել է շրջան։ Հիմա այս լոկալիզացիայի համար իրականում արդեն կա մի ուրիշ մեթոդ, որտեղ օգտագործում են մեքենական ուսուցում, ու սրա լավ պահը այն է, որ այս դեպքում դու նայում ես այս իր point spread ֆունկցիային, ասենք կետային տարածման ֆունկցիա, եթե բառացի թարգմանենք, ինքը նայում է ամեն մի հատիկին առանձին։ Ինքը չի նայում, վայ իր կողքը ինչ կար, ինչ օրինակ տարբեր աղմուկ կար, որ նկարելու ժամանակ եղել է։
որը հատկապես այդտեղ շատ լինում է։ Եթե դու շատ փոքր նկարում ես, տարբեր աղմուկներ կան, որ կարա քո նկարի որակը գցի։ Իսկ ես արդեն մեքենական ուսուցման դեպքում դու ոչ թե հաթաթ ես տալի, այլ դու տալիս ես ամբողջ այդ պատկերը, որ մի քանի հատիկ ակտիվացրած ունես, ոնց որ այստեղ որ նայենք։ Այստեղ ունենք, ստե ինչ որ երևում է, ոնց որ այս երկուսը լավ մեծ երևում են, բայց է տարբեր կան, բայց ինքը օգտագործելով արդեն ամբողջ նկարի ինֆորմացիան կարող է քեզ վերադարձնի այդ հատուկ կետերը, որտեղից որ ինքը եկել է։ Այս երկրորդ մեթոդն է, որ հիմա իրականում որ նայում ես տարբեր ոնց որ մետրիկաներով ավելի լավ անում, քան ձեն առանձին անելու մեթոդը։ Հիմա լավ, արդեն այս բա հասկացանք, ունենում ենք առանձին, գեներացնում ենք ու այս process-ը ամեն անգամ կրկնում ենք։ Հետո արդեն մեր մոտ գալիս է հաջորդ կետը, որ այդ տարբեր մեր կադրերը, որ մենք ունենում ենք, ուղղակի իրար գումարում ենք ու ստանում ենք վերջնական նկարը։ Դեդ գնամ։ Ինչ որ հարց կա։ Ես չհասկացա ոնց են անում, որ ամեն անգամ այս կետերը 0.2 միկրոմետրից հեռու իրարից լինեն։ Քիչ են ավելի, ոնց ասեմ, եթե դու ունես 1000 կետ ու դու ընդհանրապես ակտիվացնում ես 2 հատը։ Ինչ որ զուտ հավանականություն են հաշվում, Հավանականության վրա է։ Այսինքն շանս կա, որ մոտ կլինեն։ Հա, դի ու լինում է ինքը։ Իրական լինում է, դու չես կասես 100% իրարից հեռու է լինելու, ու տենց դեպքեր լինում է, ու լավ է նա մեքենական ուսման դեպքում, որ ինքը արդեն այդ սկսում է այդ իրար մոտիկ կետերի պահնել էլի մոտավոր հասկանալ, որ այստեղ նայենք, այս երկու կետը, տեսնում եք, իրանք իրար շատ մոտիկ են, բայց ինքը արդեն կարող է մոտավորով այդ ինֆորմացիան ստանա։ Իհարկե այդքան լավ չի, ինչքան եթե դու առանձին ունենայիր, բայց ասում եմ հիմա դա ինչ որ կարող ենք անել։ Հա, իրանք ուղղակի հավանականության վրա է ու իրականում երկու տարբերակ կա, որ հիմա էլ անում են, ոնց ասի դու երբ որ նկարում ես, դու հիմնականում երկու խնդիր ունես։ Առաջինը այն է, որ եթե դու նկարում ես ողջ բջիջներ, այդ բջիջը շարժվում է։ Այսինքն դու մինչև նկարես առաջի կադրը, ու հետո անցնես երկրորդին, այդ բջիջը մի քիչ շարժվել է։ Ու ինչքան դու երկար նկարես, այդքան այդ բջիջը ավելի է շարժվելու։ Քո մոտ հետո մի հատ է խնդիր առաջանում, որ այդ իր ասենք այդ շարժը փորձես ուղղես, որ գոնե նույն տեղով լինեն, ինքը դզվի։ Դրա համար իրանք փորձում են հիմա ավելի արագ նկարեն։ Այսինքն եթե դու պիտի անես 10000 հատ նկար, բայց ընդհանրապես 2-3-4 կետով, որ դու նենց լավ որակ ստանաս, դու հետո պիտի մտածես նրա մասին, որ քո մոլեկուլը շարժվել է։ Դրա համար ասում եմ լավ է, կանենք 1000 հատ նկար, բայց ավելի շատ մոլեկուլներով, բայց այդտեղ էլ ունենում ես այն խնդիրը, որ հավանականությունը շատ է, որ այդ մոլեկուլները իրար ավելի մոտիկ կընկնեն, ու դու հիմա պիտի արդեն նաև այդ խնդիրը հաշվի առնես, որ կարող է իրար շատ մոտիկ լինեն, պիտի փորձես մոտավորով անես։ Իսկ այդ երկու պահն է էլի գալի, եթե քիչ ես անում, հավանականությունը քիչ է, որ ուղիղ իրար կողք կընկնեն, բայց թե շատ ես անում, ավելի հավանական է։ Դրա համար այդ երկու տարբերակով էլ իրականում հիմա աշխատում են, ու կախված թե դու ինչ ես ուզում անես, քո նպատակը ինչ է, ըստ դրա արդեն ընտրում են։ Ինչ որ ուրիշ հարցեր կան, այս մի տեսակի միկրոսկոպիայից ինչ անցնեմ մյուսին։ Մյուսը իրական շատ ընդ կարճ, այևի կներկայացնեմ։ Մի հարց էլ տամ էլի։ Այս գիտնականները մենակ էս ոնց որ ինչ են արել, այս տեխնիկան ամբողջը իրանք են նախագծել սարքել, թե որտեղ միտքը մի տեսակ շատ པարզ է, էլի, ոնց որ կարելի է հուշակել, որ կարելի ասես բան անել։ Հա, ուրեմն 3 գիտնականները, ասեմ, այս մի տեսակի վրա 2 հոգի է, որ մտածել է անի, մեկը այն մարդը, որ այս հատուկ այդ ֆլորեսենտ մոլեկուլներն է կարծ ստեղծի, որ վրան լույսը պահում ես, ինքը հետո անջատվում է որոշ ժամանակ անց, ու հաջորդը այդ Էրիկ Բեձիկն է եղել, ով իմացել է հենց այս տարբերակը։ Ու իր այդյան այդտեղ ենք շատ երկար ժամանակ աշխատել է հենց այս միկրոսկոպիայի ոլորտում, ու այդ խնդիրը մեկը կար, ինքը մտածում էր լավ է սահմանափակումը չեմ կարող անցնեմ, ես չեմ կարող անեմ, ու հետո իր այդյանն էլ ասում է լավ, բայց եթե ունենամ ես տենց հատուկ մոլեկուլներ, որից ամեն մեկը տարբեր գույնի է միգուցե լույսը տալի, կարող է ես ամեն անգամ տարբեր գույն իրան ցույց տալով կարողանամ ըստ դրա գուշակեմ։ Ու ինքը սկսեց նայել այդ ինչ մոլեկուլ կա, որ ես կանանի, ու հետո մեկ էլ եկավ ասեց, հա ճիշտ է,
կարող փորձեմ մաս-մաս իրան ակտիվացնեմ ոչ թե տարբեր գույների։ Իրական ինձ թվում է նաև են նրանից այն փաստ գալի, որ այս ոնց որ սահմանափակում է սահմանումը եղել է 1836 կարծեմ թվականից, այնտեղ ունեի սլայդերում, ու այս մինչև 2004-2005 թվական մարդիկ ասում էին լավ, դե էսա որ կա։ Ու շատ այդ գիտնականներն ասում էին իդեան ունեմ, ուզում եմ փորձեմ, բայց իրանց չէին հավատում, իրանց գումար չէին տալիս, իրանցից շատեր հենց Էրիկ Բեցիկով էս հիմնադիրեց, ինքը ուղղակի կեսից ասեց, ես էլ ակադեմիա չեմ ուզում մնամ, դուրս գնաց ինդուստրիայում մի տեղ աշխատելու, բայց ընթացքում քայլելուց ուղղակի մեկ էլ այս իդեան մոտ եկավ, ասեց, չէ, ես պետքա փորձեմ։ Ու այս դեպքերում էլ իրական sense մանրադիտակներով ամեն ինչ հետ աշխատանքը ինքը շատ հանգա, շատ գումարի կարիք ունի, ու մարդիկ քեզ պիտի հավատան, որ այդքան գումար ներդրեն, իսկ էսի ստանդարտից դուրս էր։ 200 տարի համարյա մարդիկ հավատացել են հնարավոր չի, հիմա ինչ որ մեկ եկել ասում է չէ, հնարավոր է ինձ փող տվեք, ես էս անեմ։ Ասում է իրական գիտության մեջ մի քիչ այդ բյուրոկրատիայի պահերը շատ լինում են։ Բայց կիրառությունն էլ այլ տենց այդ արկիր ինչի դա պետք միկրոսկոպիա հենց լինի լույսով աշխատի, որտեղ 1900 թվականից X-ray կա, X-ray-ով կարող ես լույսով չի ավելի փոքր բանում ես։ X-ray-ով չես կարող, դե բջիջը սպանում ես։ Եթե դու ուզում ես տեսնել բջիջը ոնց է շարժվում, դու քեզ պետք է որ ինքը ողջ լինի։ Իսկ եթե դու իր վրա անում ես X-ray, ինքը մեռնում է։ Դու չես կարող։ NMR չեն անում։ Ինչ չեն անում։ NMR NMR-ը որն է, կամ առաջի անգամ լսում։ Ոնց է դրան ասում։ Այն մարդուն որ կատային անում է, դրա Էդին խնդիրը ունի։ Էդն խնդիրը ունի։ Այսինքն ցանկացած բան, որ լույսի հետ աշխատում է, հիմա այս բանի վրա, ոնց որ այս նանոդիմենսիոն, այս որակով նկարների վրա, որ կարող է նկարի մի քանի տեսակ կա։ Մեկը հիմա օրինակ այս resolution միկրոսկոպն է, որ քեզ թողում է, որ ողջ մնան քո բջիջները։ Մյուսը ավելի ներքև մենք ունենք երկու տեսակի, որ ես գիտեմ։ Մեկը atomic force microscope-ն է, ինքը ոնց է աշխատում, դու ունես մի հատ համարեք էսի ինչ որ մեր բջիջն է, ինքը մի հատ ասեղի կա, ու այս ասեղը սենց գալիս է, ու ինքը սենց ոնց շարժվում է, ոնց որ հասկանում ինքը ինչ տեսք ունի։ Բայց այդ դեպքում դու պիտի քո բջիջին սպանես, իրան պինդ կպցնես բանի վրա, որ ինքը չշարժվի, ինքը վրով այդ ասեղը գնա, նկարի ու հետո այդ բջիջը չկա։ Երկրորդ տարբերակը, որ ինձ թվում է կարող է նմանակային, դա ISARO electron microscopy-ն է, որ այդ նույնիսկ այդ էլեկտրոնային էլեկտրոններն են արդեն գցում ու տեսնում են թե ինչ ձևի է, ինքը հետ գալի նկարում են, բայց դրա համար էլի պիտի բջիջին սպանես ու իրան պիտի սառացնես, շատ սառացնես, որ ինքը աշխատի։ Հիմնական մետերքսնա քոնի համար իրական կոնցեպտը անծանոթ էր, բայց որացես ուղարկես իրական հետաքրքրեց, կուզեմ նայեմ տեսնեմ կոնկրետ ինչի համար է, բայց հիմնական խնդիրը նա որ բջիջը շատերը հիմա սպանում են ինչով նկարում ես։ Բացի սպանելուց X-ray-ի խնդիրը դա է, որ կամ cryo-MR-ը որ սարցնում է ու ստատիկ մի հատ նկար է ստանում, իսկ երբ որ դու ուզում ես դինամիկա ստանաս, մենակ այդ NMR-ն է, որ ասենք սպիտակուցի NMR-ը նայում ես, ստանում ես սպիտակուցը ոնց է շարժվել, բայց այնտեղ չեն սարցնում, ինչ-որ մագնիսական դաշտն է փոփոխում, այդպես տենում ատոմները որտեղ են գտնվում, կարաս գնաս նայես մեր նոբինարը cryo-MR-ի մասին, այդ cryo-MR-ի մեջ ենք NMR-ից խոսում։ Հա, okay։ Հա, ոնց ասի, այդ մի տեսակն է, որ գիտեի, բայց ու իրական իմ աշխատանքը հենց այդ շարժվող պահի վրա, որտեղ ոնց ասեմ, եթե դու ուզում ես հասկանաս իրականում այդ պրոտեինները կամ ամեն ինչը ոնց են աշխատում, ինչ է կատարվում, դու պիտի տեսնես ինքը ոնց է շարժվում։ Ու իրականում դրա մի լավ օրինակ էլ է, հիմա պատկերացնենք հենց այդին այս պրոտեինը, որ նայում ենք։ Հիմա ասես նայում ես, դու ինչ գիտես ինքը ոնց է շարժվում։ Սենց է պատտվում, ուր է գնում, ոնց է կպնում։ Ու իրական մացան, որ ինքը սենց այս բաները, որ տեսնեք ստեսելակները, ինքը ոնց է արդեն շարժվում, ու դու ինձ թվում է մինչև այդ չտեսնեիր կամ մինչև մի ձև չսիմուլացնեիր, կարող շատ բարդ լիներ։ Ու նույնը շատ դեպքերում քեզ պետք է տեսնես ինչ-որ մի բան ոնց է շարժվում, որ իր ֆունկցիան ավելի լավ կարողանաս հասկանալ։ Ու հա, հիմնական պատճառներից մեկը էսա, որ ինքը չի սպանում քո մոլեկուլը։
Ու հա, իրական սարերում անպայման կնայեմ, շատ եմ հանդիպել այս դեպքերում, ինչ շատ էլ էլի ասել եմ, բայց հիմնականում այդ խնդիրն է, որ ողջ չի ու չի շարժվում բջիջը։ Okay, ու հիմա արդեն, եթե ուրիշ ինչ-որ հարցեր կան, այն մյուս տեսակի մասին։ Համարեմ, չէ։ Անցնեմ առաջ ու հաջորդ տարբերակը արդեն STED միկրոսկոպն է, որ էլի այդ super resolution մայկրոսկոպի տեսակ է։ Իր իդեան էլի ահագին նման է այն պահով, որ պատկերացնենք դու հիմնական միկրոսկոպները շատ ոնց են գնում, ինքը ուղղակի մի կետից վերցնում է, ասենց սկան անելով, հերթով գնում է, ամենտեղ լույս գցելով։ Հիմա այս դեպքում եթե դու սովորական լույսը գցեցիր, էլի նույն խնդիրն է, բոլորը իրար մոտիկ են, միանգամից լույս են տալու, դու չես կանալու ոչ մի բան տեսնես։ Դրա համար ինչ են անում, իրանք ասում են հիմնական լույսն են գցում, որ այդ ֆլուորեսցենտ մոլեկուլները միացնում են։ Ու հետո միացած դոնաթի տեսք ունեցող ուրիշ լույս են գցում, այս գազարագույնը այստեղ, որ ինքը այս բոլոր կողմերը այդ լույսի անումը բացի այդ մեջտեղի մի հատիկ փոքր կետից։ Ու այդ գազարագույնը ինքը ոնց որ անջատում է այդ ֆլուորեսցենտ մոլեկուլները։ Ու դու մենակ ունենում ես այս մի հատիկ բարակ կետը, ու ամեն անգամ այսպես գնալով, տենց պուճուր, սենց սկան անելով դու կարող ես ստանաս այդ վերջնական արդեն նկարը։ Այսի արդեն STED միկրոսկոպն էր, որը Նոբելի մրցանակներից արդեն էլի ինչ-որ մեկը մտածել էր։ Այսի ավելի շուտ է եղել, քան super resolution-ը, քան single molecule microscope-ը, ու իրա որ տեսենք տարբերությունը հեսա։ Այս սովորական օպտիկականով է, այս արդեն STED-ով է։ Ինքը շատ ավելի լավ է նկարում, քան օպտիկականը, բայց single molecular-ը ինքը ավելի լավ որակա։ Եվ նա կարում ստանալ։ Չէ՞ հարցեր կան։ Սրա բավ։ Սենց նայում ես ու գիտությունը ինչ հեշտ բան է էլի, ասենք։ Բարձ գաղափար, մանկապարտ է։ Հույսը տալի։ Իրական հենց բուն թեմայից այսքաններ, չգիտեմ, եթե հետաքրքիր է, կարամ արդեն ավելի շարունակեմ կոնկրետ ասեմ, ես ինչ եմ անում այս ոլորտում, բայց հուսով եմ հետաքրքիր էր, եթե ավել հարցեր կան, ուրախ կլինեմ լսել, ձեր է շատ հետաքրքիր քննարկել, ու սրանից տես շատ ավելի բաներ հենց կենսաբանության ու քիմիայի գծով է կգնամ, նայեմ, որտեղ միշտ աշխատել եմ արդեն պատրաստի դատան, ավելի ինձ հետաքրքիր է ընդհանուր բաները, բայց միշտ նստում է կարևոր է նաև հասկանալ, թե ինքը իրականից մինչև անա փոքր դետալներ ոնց է աշխատում։ Կարաս պրոյեկտներից պատմես։ Okay։ Թե սլայդներում ես։ Ունեմ։ Ուրեմն վերադառնանք Եվի էլի ֆլուորեսցենտ միկրոսկոպներին։ Ֆլուորեսցենտ միկրոսկոպների նաև մեծ խնդիրն է, ինքը լավ է, որ կարող է քեզ տողի վիդեո նկարես, բայց նաև իր այդ մինուսներից մեկն է, ամեն մի նկար ինքը ահագին երկար ժամանակ է տևում, որ դու նկարես, ու այդ նկարները անելուց ոնց որ պատկերացրու դու ինչ-որ վիդեո ես ուզում անես, ու մի հատիկ նկարեցիր ու երկրորդը նկարեցիր, երկրորդ կադրը։ Հիմա որ նայենք այս բջիջին այստեղ, այս քաղցկեղի հենց այն գիլոբլաստոմա քաղցկեղի բջիջներն են, որ նայենք այստեղ, տեսնում ես մեկի արդեն հաջորդում ինքը այսպես ծալված է։ Այսինքն քո նկարներն են շատ կտրտված են լինում, որ իրար միացնում ես վիդեոյի համար, sense կտրտված դեպք են։ Օլը դու ունես նաև բջիջներ կամ ուրիշ տեսակի բաներ, որ sense շատ արագ են շարժվում։ Մեկ էլ այստեղ էր բջիջը, մյուս նկարում այստեղ է։ Ու դա ագին խնդիր է տալի, որ դու չես կարողանում նորմալ հասկանաս վերջը այդ ոնց է շարժվում այդ բջիջը։ Լավ է, վիդեո ունեցա, բայց մեկը այդ խնդրեմը կա։ Դրա համար ինչ իդեա ունեցանք, ասենք լավ, եկեք վերցնենք այս առաջի կադրը, վերցնենք երկրորդ կադրը, ու հետո ժամանակի ոնց որ առանցքի վրա ինտերպոլյացիա անենք ու ստեղծենք մեջտեղի նկարը։ Իսկն ասում եմ լավ, էսի վերցնեմ, եկեք մոտավոր պատկերացնեմ այս երկուսի մեջտեղը ոնց ինքը կարող լիներ։ Ու ստանում ենք այս նկարը։ Մեր ամբողջ գաղափարն էր, որ եթե այս կարողանանք անենք, մենք ստանանք ավելի լավ ոնց որ մետրիկաներ, ավելի լավ կաշխատեն տարբեր ուրիշ ալգորիթմներ, որ հետո աշխատացնում են, օրինակ բջիջների այդ հետևող ծրագրեր կան, որ դու աշխատացնում ես, ինքը հերթով նայում է թե բջիջը ոնց է գնացել այդ ամբողջ նկարի ընթացքում։ Ու մենք ասենք լավ, եթե մենք ունենանք ավելի լավ վիդեոներ, որ ոչ թե այս կոմենկոմա թրկոտում, արդեն նաև ավելի լավ մետրիկաներ կունենանք այդ հատուկ ալգորիթմների համար։
Եվ լավ բաներն իրական ճիշտ եղանք ու ունեցանք արդեն հոդված, որտեղ մենք ցույց տվեցինք, որ ստեղծեցինք արդեն տարբեր մեքենականացման մոդելներ, որ ստեղծում են այդ մեջտեղի նկարը, ու հետո կարողացանք տեսնենք, որ այդ բջիջների հետևական ծրագիրը ինքը շատ ավելի լավ է աշխատում, երբ որ դնում ես ավելի սահուն վիդեոներ։ Ու երբ որ արդեն ունեցանք այս, սկսեցի մտածել, ասի լավ էս, ես թվում է այս վիդեոյի ժամանակի խնդիրը շատ տեղեր էլի կլինեն, տեսնենք որտեղ կարելի է այս գաղափարը ուրիշ միկրոսկոպներում կամ ուրիշ տարբեր տեսակի նկարներում, վիդեոներում օգտագործել։ Իրականում տենց էր, որ գտա հենց այս գելուծաչափ միկրոսկոպյան, ու ստեղ ինչն է նաև շատ հետաքրքիր, որ երբ որ դու անում ես այդ վերականգնումը ժամանակային, ցորնենք ընդհանրապես ասում լավ, ամբողջ նկարը ունեմ, վերցնում եմ այս մի նկարը, վերցնում եմ երկրորդը, մեջտեղը հասկանում եմ ժամանակային ինչ կլինի։ Ոնց հիշում ենք, այս single molecule միկրոսկոպի ժամանակ մենք ուղղակի ունենք կետեր։ Ոնց ասի, դու անում ես 10,000 տարբեր նկարներ, այդ ընթացքում քո այդ բջիջը սան շարժվում է։ Ու հետո մի հատ էլ առանձին ալգորիթմ դու պետք է օգտագործես, որ իրան մի հատ հասկանաս ոնց է շարժվել, այդ ամեն ինչը դզես, նոր գումարես ստանաս նկարը։ Ու այս ամեն ինչը մի 3-5 րոպե կարող է տևի, որ sense մտածում ես, ասում ես լավ, հիմա եթե ես այդքան մի հատիկ նկարը տևում է 3-ից 5 րոպե ստանալ, հենա այդ եթե երկու հատ նկար անեմ, որ վիդեո ստանամ, այդ 3-5 րոպեմ արդեն այդ նանո ոնց որ ոլորտում ինչ ասես չեղավ։ Այնքան այս կողմ այն կողմ շարժվեցին, էլ իմաստը չունենա առանձին նկարները անեմ։ Ոստա ամբողջ գաղափարն էր, ասի լավ, մենք հիմա ունենք այդ 10,000 տարբեր sense կադրերը, որտեղ այս տարբեր կետիկները ունենք։ Եկեք ոչ թե փորձենք այդ մի հատ իրար շարժվելը դզենք, ու հետո մի հատ էլ իրար գումարենք, մի հատիկ նկար ստանանք։ Եկեք փորձենք այս ամբողջ այդ նկարները, որ ունենք, ինֆորմացիան օգտագործելով ստանանք միանգամից վիդեոն։ Այսինքն ամեն մի այս ոնց որ կադրը ստեղ վերածվի լրիվ վիդեոյի մի հատ կադրի, որտեղ մենք ունենում ենք պատկերը։ Ու այստեղ ինչ է դառնում, մենք համ ունենալու ենք իրան տարածքային վերականգնում, այսինքն այս կետերից օգտագործելով մյուս տարբեր կետերը, որ լինում են ապագայում, հասկանալու ենք արդեն ինչ տեսք ունի մեր ոնց որ պատկերը, ինչ որ ուզում ենք նկարենք, ու միաժամանակ նաև հաշվի ենք առնում, թե ինքը ոնց է շարժվում։ Բարձր մոտավոր կոնցեպտը։ Ես չեմ հասկանում, եթե այս աջ կողմի վիդեոն դուք չունեք, ինչի վրա եք տրեյնանում մոդելը։ Սինթետիկ դատայի։ Հաջորդ բանը դրան կգնա։ Լավ հարցեր ես տալիս։ Ու հա, ուղղակի որ մի հատ կրկնեմ, թե ինչ է այստեղ կատարվում, այսինքն ամբողջ գաղափարն է, եթե դու այդ կետը ունես, ու հաջորդ նկարում այդ կետը չի երևում, ինքը ուղղակի սև է, որտեվ իրան չենք միացրել։ Բայց չի նշանակում, որ այդ կետը այդտեղ չի։ Կարող է մի քիչ այս կողմ այն կողմ գնացածնի, բայց ինքը դեռ այդտեղ է։ Ու ասում արդեն մի քիչ ավելի կոնցեպտը հասկանանք ոնց է կատարվում, հետո արդեն կգնամ Արտուրի հարցին պատասխանեմ։ Այսինքն մենք վերցնում ենք այս տարբեր ֆրեյմերը, որ կան, իրանց ստեղծում ենք այդ լոկալիզացիաների կետերը, ու հետո օգտագործում ենք հատուկ մոդել, որ այս ամբողջ ինֆորմացիան օգտագործելով տարբեր այս կետերի վերականգնի վիդեոն։ Հիմա ասում եմ շատ լավ Արտուրի հարցը ինչն է, ուրեմն ինչ խնդիրներ ունենք մենք այս ոլորտում, այնա որ իսկական տեսքը այդ վիդեոները մենք չունենք։ Այսինքն դու չգիտես ինչ տեսք ինքը կարող ունենա, որ քո մոդելներին համեմատես։ Ու նույն խնդիրը նաև այս լոկալիզացիան է, որտեղ դու sense tenance չգիտես այդ կետը որտեղ կա։ Եթե իմանայինք այդ կետը որտեղ է, հենելք ենք այս միկրոսկոպյան օգտագործում, որ նկարենք հասկանանք որտեղ է։ Այսինքն ինքը լրիվ կարա նաև սխալ լինի։ Դու ուղղակի փորձում ես էքսպերիմենտալ հասկանալ։ Համար ոլորտում ինչ է ընդունված, օգտագործելով sense իրական շատ լուրջ ֆիզիկայի, օպտիկայի սիմուլյացիաներ, ու երևի հիմնական բանը, որ կատարվել է այս ոլորտում շատ հետազոտված է, ոնց այդ սիմուլյացիաները ճիշտ անել։ Ամբողջությամբ այդ դատա սիմուլացվում է, այսինքն եթե այդ կետը այդտեղ հայտնվեր, ոնց ինքը լույս կտար, ինչ աղմուկ կար, հետո ոնց այդ ֆոտոններն ու ինֆորմացիան կհասնեին քո մանրադիտակին, ու այդ ամբողջ սիմուլյացիաները կատարվում են, որի հետո կանան ալգորիթմները ոնց որ դրա վրա սովորեն ու տեսեն ինչ տեսք ունի։ Ու հետագայում արդեն այդ ալգորիթմները իրանք աշխատացնում են տարբեր գոյություն ունեցող նկարների վրա, որ հենց էքսպերիմենտալ նկարվել են։ Ու ըստ դրա արդեն հասկանում են մոտավոր
լավ տեսք ուներ, վատ տեսք ուներ, ինչա կատարվում, բայց այնա խնդիրը ստեղ ու այնա շատ հետաքրքիր, որ միշտ կենսաբաներն է ու ծրագրավորներն է ու հետազոտողներն է նայում են, որ երկու ոնց որ խմբերն է, երկու այդ մասնակիցները շատ լավ իրար հետ պետք է աշխատեն, որտեվ դու ստեղծում ես ինչ որ մի բան, ասում ես, ահա մոտավոր էս տեսք ունի, էս պրոտեինը կամ էս բջիջի մի մասնիկը, որ նկարում եմ, գնում ես հարցում ես կենսաբանին, ասում ես, էս ճիշտ է նկարել։ Ասում է, դե չգիտեմ, որտեվ մարդն էլ է երբեք չի տեսել։ Ու մոտավոր հասկանում են, ասում են, դե գիտես, իմացած կենսաբանության ոնց որ գիտելիքներով սենց պետք է ունի, երևի սենց իրար կարող է միանային, արի հասկանանք, հրարի քո ալգորիթմներում էդի փորձենք դնենք, ու սենց այդ process-ը գնում է, որ փորձեն հասկանալ իրական ինչ տեսք ունի, որտեվ միակ բանը, որ այս կարում է նկարի հենց այս տարբեր մասնիկները, որոնք ավելի փոքր են, այս մանրադիտակն է, ոնց ասենք, բայց եթե ուզում ես իրական իրանք ողջ լինեն, էլի ոչ թե արդեն սառացված կամ ոչ մահացած։ Պատասխանեցի հարցը։ Այո, շատ չի տարբերվում այն ամեն ինչից, ինչ մենք ենք անում մեր ոլորտում։ Մեր մոտ էլ չկան Շատ սիմուլյացիա։ Հա, իրականում ինչքան խորանում ես, տեսնում ես ինչքան այս սիմուլյացիայի դատայի օգտագործումը ինչքան շատ բան է առաջ տարել, նույն իրենց արդեն տարբեր դեղերի ու տարբեր տեսակի մոլեկուլների սինթեզման համար ընդեղ էր մոտավոր, եթե ճիշտ եմ հիշում, 80-90%-ը սիմուլացված դատայի վրա է, օրինակ AlphaFold-ը։ Ու հա, հիմնականում այս բանի համար ոնց ենք սիմուլացրել, քանի որ մեզ պետք չի այդ վիդեոները մոդելը պարապացնել համար մեզ մենակ պետք են կետերը, մեզ պետք չի վերցնենք հատուկ սիմուլացնենք մի հատ այն ասա որ հետ գնամ, այսինքն մեզ այս մասը իրական մոդելի համար պետք չի, մենք մի քիչ ավելի գործը հեշտացնում ենք, սիմուլացնում ենք այդ հատուկ տեսքերը, ստեղ իրականում արդեն միկրոտյուբուլներ են, որոնք գտնվում են բջիջի մեջ։ Իրանք իրական sense տարբեր գծիկներ են, ճյուղերի նման։ Մենք վերցնում ենք մի հատ գեներացնում ենք մի հատ միկրոտյուբուլ, հետո իրան ուզում շարժում ենք, այսինքն պատկերացնում ենք ինքը ինչ շարժում կարող ունենալ, ու այս դեպքում իրանք ինչ որ բարդ ձևի չեն շարժվում, իրանք ուղղակի sense լողում են, սկսենք կարող ուղղակի շարժվել, մի քիչ պտտվեն։ Այդ սիմուլացնում ենք ու հետո իր մեջից արդեն պատահականության սկզբունքով հատուկ այդ հարաբերությունները դնելով ընտրում ենք մի քանի կետեր, որոնք կարային ակտիվացված լինեին։ Ամեն անգամ տարբեր կետ ենք ընտրում։ Ու ստանում ենք, այսինքն գիտենք, որ իսկական տեսքը սա է, ու սա այնա ինչ որ գնալու է մեր մոդելին։ Ու հիմա այս ինֆորմացիան օգտագործելով սկսում ենք արդեն իրանց մեր մոդելները պարապացնել։ Շատ չեմ խորանա արխիտեկտուրայի վրա, հիմնական մենակ կարամ ասեմ, այս կապույտը ինքը պատասխանատու ավելի ժամանակային ինֆորմացիան վերցնելու համար, այս կանաչները ավելի տարածքային, ասում հետո եթե հետաքրքիր լինի, որ մի քիչ ավելի ոլորտի մեջ խորացած է, կարանք ավելի քննարկենք, բայց շատ նենց ասում ոչ խորացված է դա։ Այսինքն ասում եմ, ինչ լավ է, արի մի հատ հատուկ sense բան ունենամ, աշխատող ունենամ, ով գնում է նայում այս նկարներին, ասում է ժամանակային հասկանա ոնց է շարժվում այդ ժամանակային ինֆորմացիանի, հետո ինքը այդ իր ոնց որ գրած ինֆորմացիան, գտած ինֆորմացիան տալիս է այս մյուս արդեն բլոկերին, իրանք ըստ դրա սկսում են հասկանալ ինքը տարածքային ինչ տեսք կարա ունենա, ու հետո այդ արդեն ամբողջ ինֆորմացիան օգտագործելով սկսում են վիդեոն վերականգնել։ Տեխնիկական հարց էլի։ Հա։ Այս որ թվականի այսի։ Ինչը։ Այս Հոդվածը 25։ 25։ Բա Հասնեինը։ Խեք bidirectional LSTM-ը ոչ թե transformer։ Data այդքան չկա, բայց այդեն բաներից է, որ հիմա ես եմ անում։ So այս մի հատիկը 25 թվի ամառվա հոդված էր, ու իմ արդեն մնացած աշխատանքը հենց այդ ուղղությամբ է գնում։ Ու իրական հիմնական անեք։ Փորձում եք transformer-ով անեք։ Ոչ թե transformer, հենց attention-ով արխիտեկտուրաներ։ Attention unit-ներ։ Okay։ Transformer-ի համար այդքան data չկա։ Ինչքան էսին ու իրականում որ պատկերացնեք էլ այս հենց մենակ այս մոդելը շատ ծանր էր աշխատացնել GPU-ի վրա։
այսինքն իրական լիմիտել էր այդ computing power-ը, transformer հələ ասում այդքան computing power-ի հարց է պետք է լուծվի։ Դա ձեր GPU ո՞րտուց։ Մենք AFEAN-ից գրանտ ունենք, ամերիկյան համալսարանում կային համակարգիչներ, որոնք ունեն GPU։ Okay։ RTX 4090, եթե կոնկրետ ավելի հետաքրքիր է։ Ու հիմա արդեն մի քիչ ավելի հենց ինչ փորձել եմ ես արել, ամբողջ գաղափարն ասին լավ եկեք հիմա փորձենք սկզբից վերցնենք տարածքային ինֆորմացիան, հետո տանք իրան ժամանակայինին, հետո գնանք արդեն էլի փորձենք վերականգնենք։ Ու սրա մոտիվացիան այն էր, որ ոնց հիշում եք շատ փոքր կետեր են, ասենք ոնց այդ կետերը կարող է երբ որ գնում են այդ արդեն ժամանակայինի մեջ, ինքը սկսի կորել ուղակի։ Իսկ այդ ինֆորմացիան տեղ չհասնի։ Ու եթե մենք օգտագործենք այդ տարածքային ոնց որ բլոկը, կարող ենք այդ կետերը գտնի, այնց ավելի նորմալ ինֆորմացիա գա, որ ավելի լավ ինֆորմացիա կարանք տանք բլոկին։ Ու մյուս գաղափարը որն է թանկ, այդ ավելավա ասում եկեք վերցնենք մի հատ համ առանձին ժամանակայինին տանք նույն ինֆորմացիա, հետո առանձին նույնը տանք այդ տարածքայինին, հետո իրար գումարենք, տեսնենք ինչա կատարվում։ Ստեղ եկա մեծ ռեզուլտատներ մեջ շատ չեմ խորանա, բայց այս նկարով ցույց կտամ, որ պատկերացնենք, ուրեմն այս օրինակ է թե ինչա գնացել մոդելին, այս եթե իրար վրա այդ նկարները դնենք ինչ կլներ, այսինքն օրիգինալ սովորական նկարը, ոչ թե վիդեոն, որ եթե նկատենք ինքը մի քիչ արդեն սկսել էր շեղվել։ Նրանք շատ հաստ են, որտեվ ինքը կողք է գնացել։ Այս իսկական նկարն էր, որից որ մենք գեներացրել ենք, այս հեներ ինչ որ մենք կարողացանք ստանանք այն երկու կողմանի, այսինքն ժամանակ հետո տարածք, ու այս հեները ինչ որ մենք ստացանք, ասում եմ, ուղղակի տարածքայինից հետո ժամանակայինը ու հետո էլի տարածքայինը։ Ուսում եմ, այս բանը շատ կարևոր է նաև ասել, որովհետև շատ մարդ գիտության մեջ այն չի տեսնում, որ բոլորին թվում է եկար իդեալ ունեցար արեցիր եղավ, բայց իրական իր այդ ամբողջ process-ը այն է, որ դու կարող ես լիքը անես ու ոչ մի բան չաշխատի, մեկ է մի հատիկ աշխատի, ու այս այդ դեպքերից էր, բայց այս ինչ շատ լավ ինֆորմացիա մեզ նաև տվեց, այդն էր, որ ամենայն հավանականությամբ, քանի որ իրանք կետերը ստե շատ փոքր են, իրանք ոչ թե sense լավ ինֆորմացիա էր կոնցեպտվում, այ ուղղակի այդ ցավ ինֆորմացիան կորում էր այս բլոկերի մեջ, իրանք գնում էին այդ փոքրիկ կետերը էլ չէին տեսնում, ինչ որ անկապ ինֆորմացիա էր գնում ու վերջում sense խառը ոչ մի բան չէր կարող սովորել։ Ուղղակի մեզ շատ օգնեց հասկանանք թե հաջորդը ինչ ուղղությամբ փորձենք։ Ու հեսա արդեն իրականում այս չկարողացանք փորձենք, բայց հիմա դժվար է շարունակենք այս ուղղությամբ, որովհետև չկարողացանք փորձենք, որտեղ ոնց ասի, մեր համակարգչային տվյալները չհերիքեցին, որ արդեն այս ինֆորմացիան կարողանանք համակարգչի վրա անենք, դե ինքը շատ ծանր էր, բայց այս վերջերս ինչ նախնական փորձեր ենք արել, այդ արդեն ոնց ասի, attention unit արխիտեկտուրայով, որ ամենանոր արխիտեկտուրան է, ու վերջերս դրանով շատ լավ մի քանի ռեզուլտատներ են եղել։ Ու հիմա ինչ ենք նաև փորձում, մենք մեր ամբողջ այդ գաղափարը ոնց որ սկզբից մտածված էր, որ մենք վերցնենք այս կետերը, ու հետո այդ կետերից փորձենք վերականգնենք, փոխել ենք այն առումով, որ ասում ենք լավ, ոնց հիշում ենք, process-ը մենք ունենք այս աղոտ նկարները, հետո այդ աղոտ նկարներից ստանում ենք կետերը։ Բայց քանի որ այս process-ում ենք մենք ինֆորմացիա կորցնում ենք, ու հաջորդը ինքը սխալ է նաև կատարվում, կարող մենք ինչ որ սխալ նաև ստե կատարվել է, շարունակենք այս մեր վերջնական նկարի վրա։ Դրա համար փոխանակ վերցնենք այս կետերից փորձենք ստեղծենք վերջնականը, մենք վերցնենք հենց ամենա ոնց որ այդ աղոտ, հենց ամենանախնական նկարները, որ մենք ստացել ենք մանրադիտակից ու փորձում ենք վիդեոները դրանից վերականգնել։ Ու հիմա իմ հիմնական աշխատանքն ստեղ որ արդեն process-ը գնում է, այն փաստն է, որ արդեն սիմուլյացիաներ անելու process-ը շատ ավելի բարդացավ, որտեղ պիտի լինեն ֆիզիկական մոդելներ, օպտիկայի հաշվի առնել, ֆոտոնների տենց սիմուլյացիաներ։ Հիմա այդ ամբողջ աշխատանքը գնում է նրա վրա, որ ես կարողանամ սիմուլացնել վիդեո, բայց այդ վիդեոն արդեն ոչ թե լինի ուղղակի այս կետերից, այլ լինի այս բաների վրից, հենց աղոտ դիֆրակցիոն նկարների վրայից։ Ու արդեն ոնց ասի, այդ մի քանի attention unit-ով լավ բաներ ստացել ենք, բայց սովորական ստատիկ նկարների վրա։ Այսինքն իրանք վերցնում են, կարող են ստատիկը շատ լավ վերականգնեն, բայց մոտածում ենք նույն ձևի մի քանի արխիտեկտուրա արդեն փորձենք վիդեոների համար։ Բայց դրա համար պետք է ունենաս data, որը հիմա արդեն այնա ինչ որ գեներացնում։
Ձեր սիմուլյացիաները, որ անում եք, տենց րոպեներով, հա։ Ավելի քիչ միլի վայրկյաններով է։ Զեց։ Լավ մեծ թվերի հետ եք աշխատում։ Ես Հա, որ սիմուլյացիա եմ միացնում, ասենք մի 2 շաբաթ սպասում եմ, բան 10 նանովարկյան սիմուլյացիա։ Միլիվարկյանը տենց մի միլիոն անգամ մեծ է։ հա, բայց դա եւի տարբերությունը կոմից է լավ կողմն է, որ սիմուլյացիաներում ստեղ բան չեմ օգտագործում, ինքը դետերմինիստիկ ալգորիթմ է։ Այսինքն ինքը մեքենականացման մոդել չի, որը այդքան թե չէ, հա, այդ քիմինֆորմատիկայի տարբեր մոդելների սիմուլյացիան այդ լրիվ ուրիշ մակարդակ է, բայց այդտեղ ինքը լրիվ ֆիզիկայի կանոնների, հավանականության տեսության վրա կազմված մոդելներ է, որը էլի շատ դատայի հետ աշխատում է, բայց ինքը դետերմինիստիկ է, որը մի քիչ ավելի արագ է աշխատում, շատ ավելի արագ է աշխատում համատած։ Սակայն շատ հիշողության խնդիր ենք ունենում, քան բանի ժամանակի։ Հավանաբար ձեր այս մոդելների չափ բաները, ձեր resolution-ը շատ ավելի մեծ է, դրա համար է դետերմինիստիկ, իսկ ատոմային մակարդակում ոչ մի դետերմինիստիկ չէ։ Դետերմինիստիկ ասելով մեքենականացման մոդել չի, բայց իհարկե էլի այնտեղ հավանականության վրա է ամբողջությամբ։ Բայց այդ հավանականության պարամետրերը բաները այդ ձեռքով դրած է, որտեղ դրանք հայտնի են։ Բայց ասեմ բավականին էս որ ցույց է տալի հետարքիր խնդիր է ML ինժեների համար։ Հա, իմ համար էսենց լրիվ ML խնդիր է։ Դրա համար եմ ասում, շատ չեմ խորացել այդքան հենց իր կենսաբանական բայ վրա։ Իրական հիմա շատ ավելի եմ խորացել, որտեղ ինձ արդեն սիմուլյացիա անելը պետք էր, բայց իմ հիմնականը հենց այդ խնդիր լուծելն էր։ Ու ինչպես է եղավ, նույն ձևի այդ որ տրանսֆորմերներ ասում են, նայեցի ասի լավ էսի, բայց տրանսֆորմերի խնդիր է։ Ինչի չեն անում։ Այն էլ հետո հասկացա ինչի չեն անում։ Հիմա արդեն դե այդ ուղղությամբ ենք աշխատում։ Բայց իմ մոտ իրական ամեն մի մոդելը 8-ից 14 օր տևում է բան անելը, աշխատացնելը, ու քանի անգամ եղել է, որ խնդիրների պատճառով հոսանքա գնացը ինչ ա եղել, տենց ասում ամիսների աշխատանքներ կորել է։ Բայց դե Դրա համար checkpoint-ները պահպանիչն է ազելի։ Որ չկորեն։ ասում եմ մենք ձեր լավ ռեսուրսներ չունենք, memory-ը չկար։ Ուղղակի Ասում Telegram-ով ինձ ամեն շաբաթ մի հատ checkpoint։ Հիմա բոլորը սովորում են իրենց սխալներից, հիմա էդ էլ ենք արդեն անում։ Դե ոնց այն բա որ չես մտածում, որ համալսանում հոսանքը կգնա։ Գեներատորներն հետը ֆեյլ կանեն։ Արևային։ Այդ ասում եմ հիմա արդեն այդ սովորել ենք, դեռ պահվում է, որ խնդիր չլինի։ Okay, մեկ վերջին միտքս էլ ասեմ, կանանք ավարտենք։ Ասում եմ իսկ հնարավոր չի, вообще այս արդեն քանի որ հզոր AI-ներ ունենք, այս ձախի բանը էլ 100 անգամ տարբեր բաներ չանենք, այլ հին մեթոդի պես նկարագրում ես աղոտ պատկերը ստանում ես, ինչ որ գալիս է ու դրանից AI-ը վերականգնում է ինչեր դե, որտեղ ինչքան էլ ասում ենք դիֆրակցիոն պատկերա չի լինում տարբերակել որտեղ է, ինձ թվում է կա ինֆորմացիա։ Կա հիմա այնց առանձին հոդվածների տենց տեսակ կա ուղղություն կա, որ իրանք վերցնում են արդեն այդ ինձ քո ասած աղոտ պատկերները ու հետո դրանից գեներացնում են ավելի լավ որակի նկարներ։ Ինքը իրական երկու տարբեր ուղղություն է, երկուսն էլ հնարավոր է, բայց հա հիմա այդ ոլորտն է կա, որ վերցնում են մի տեսակի մանրադիտակի նկարը, փոխում սարքում են ուրիշ, ավելի լավ որակի։ Բայց դերի նույն ձևի դրա համար քեզ պետք է արդեն նաև ինֆորմացիա։ Ու այդ ինֆորմացիան ոնց է իմանալու լավը ինչ տեսք ունի, քեզ պետք է super resolution-ի նկարները։ Դրա համար այսինքն օգտագործում են պատրաստի նկարները, որ կարան այդ անեն, բայց էլ այդ նկարները մի ձև պիտի ստանաս։ Որ էլի գալիս է այդ կետին, էլի։ Բայց անում են։ Հեսա, այս ոլորտում AlphaFold-ը պակասում է, հələ AlphaFold չկա, էլի ոնց ճոքում այս ոլորտում։ Այս ոլորտը շատ նոր է։ Այն իրական որ առաջ անգամ հետաքրքրվել էի, լրիվ այն վիճակներ ինչ անեմ, ուղղակի ոչ թե այն բաներ վայ բան չկանելու, այնքան շատ բան կա, որ չգիտես որ մեկի վրա կենտրոնանաս։ Ու էսի էլ ես ընդհանրապես ներկայացի 2 դեն, ինքը նաև կա 3D նկարներ անելու, ու այդ արդեն շատ լրիվ ուրիշ ոլորտ է մտնում։
Ուսում այս երկուդան շատ ավելի հեշտ է, երեքդան արդեն այս նույն բանին, որ նայում ենք, օրինակ հիմա ստեղ իրանք երկուդան իրանք սիրուն կլոր են, բայց 3D-ի դեպքում տարբեր տեսակներ կա ու օրինակ կախված թե ինքը ինչքան ավելի օվալաձև է, դու կարես հասկանաս ինքը Z առանցքում որտեղ է գտնվում, կամ թե ինչ ուղղությամբ ինքը հելիքսի նման սենց, բանտիկի նման սենց կա, ոնց է պատտվում իր Z-ը պիտի հասկանաս։ Ուտից արդեն նաև գալիս է 3D ռեկոնստրուկցիայի հարցը, որ դու փորձես այդ նկարը 3D ռեկոնստրուկցիա անես ու 3D վիդեոն էլ չեմ խոսում։ 3D-ն բարդացնում է նաև, որովհետև սաղ կողմերից պետք է անել, որ էլ երկարացնում ավելի շատ պետք է նկարես, այդ ընթացքում ավելի շատ է շարժվելու։ Նկարել իրական նույն քանակի են նկարում։ Հա, բայց եթե ոնց որ տիպը 3 կողմ ունի, ավելի շատ պետք է նկարես, որ շատ բոլորը ստանաս, չէ՞։ Հա, քանակով բան է, բայց էլի մի նկարից արդեն կարող են միանգամից, այսինքն կետը հասկանան 3D-ում որտեղ է, ոչ թե բանով։ Բարդ է։ Իմ բանը դիպլոմային աշխատանքը համալսարանում այդ բանով էր էլի, որ տարբեր կողմերից սարցնում են այդ cryo-EM-ի տեխնոլոգիայով սարցնում են մոլեկուլը, նկարում են ու ամեն անգամ ռանդոմ ուղղությամբ է ինքը կանգնում։ Սա պետք է ռանդոմ, ոնց որ մաթեմատիկորեն այդ ռանդոմ ուղղություններից պետք է բերես կցնես, հասկանաս որը որ ուղղությամբ է նկարվել, որ մի պատկեր ստանա։ Այդ շատ բան է, ներֆերի մասին լսած կաս կամ Gaussian splitting-ի։ Չէ, ինձ թվում է։ Իրական այդ ուղղությամբ տենց աշխատած կամ հիմնական մեր ստարտափի համար արդեն մարդկանց ասում եմ լրիվ մեծ բաների հետ իր ամբողջ իմաստն է, որ ինքը վերցնում է վիդեոից մի հատիկ, այսինքն կամ տարբեր կողմի նկարներից, ինքը ստեղծում է 3D, ու ինքը շատ նման է այդ մաթեմատիկական պահով են, որ ինքը ոչ թե պահում է ուղղակի կետը, ինքը մոտավոր պահում է ուղղությունը ու անկյունը, այսինքն կախված թե որ անկյունից ես դու նայում, այդ կետը հատուկ մի հատ գույն է ընդունում։ Հենց մաթեմատիկական իրական մագին հետաքրքիր է, կարես նայես։ Բան են անում։ Հիմա 3D-ն զարգանում է այս word մոդելների հաշվին, որ սարքում են AI-ով 3D աշխարհներ։ Չգիտեսի։ Okay։ Ուզենայի ասել հարցեր ունենք թե չէ, բայց մարդ չկա որ ասել։ Thanks. Okay։ Էլ բան չունես չէ՞ պատմել։ Չէ։ Եթե էլի հարցեր։ Հարցեր ես չունեմ։ Ինձ շատ հետաքրքիր էր, ինձ թվում է, որ այս վիդեոն տեսնեն ML ինժեներները, իրանց էլ շատ կհետաքրքրի վիդեոն։ Կարծում եմ։ Բայց բավականին հետաքրքիր ստացվեց։ Հիմա շատ ավելի հետաքրքիր իմը։ Լավ դե, մերսի քեզ շատ։ Քեզ մերսի հրավիրելու համար։ Շատ հետաքրքիր։ Հարցերը շատ հետաքրքիր էին։ Մանցանեսը ես էլ եմ գնալու ավելի մանրամասն կարդամ լրիվ։ Այ լավ գործ ենք անում։ Okay։ Ես լավ տոներ։ Մերսի, ճիշտ է։ Ձեր բոլորի նոր տարին շնորհավոր ժողովուրդ։ Լավ եղեք։